ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերն Ադրբեջան կատարած այցի արդյունքներին նվիրված հրապարակում է արել X-ի էջում։ Նա հիշեցրել է, որ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի եւ նախագահի օգնականի հետ, անդրադարձել տարածաշրջանում զարգացումներին եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Քննարկել ենք, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ԱՄՆ նախագահի տեսլականի կյանքի կոչման գործում, նշել է ամերիկացի պաշտոնյան։ Նա նաեւ տեղեկացրել է, որ տրվել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի մեկնարկը։ ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների փակումը։ ԵԱՀԿ-ից նշում են, որ աշխատանքները պաշտոնապես կվերջնականացվեն 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու կառույցին ուղղված միասնական դիմումը Վաշինգտոնում ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկյան ռազմական պատվիրակությանը եւ ստացել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագրի նախագիծը։ Ուկրաինայի նախագահն ամերիկյան կողմին է ներկայացրել իր երկրի առաջնահերթությունները, հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել պատերազմի արժանապատիվ դադարեցման, առանց խաթարելու Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Մենք աջակցում ենք բոլոր իմաստալից առաջարկներին, պատրաստ ենք շարունակել կառուցողական աշխատանքը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում մեր գործընկերների հետ, ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Վոլոդիմիր Զելենսկին կքննարկի խաղաղության նախագիծը Դոնալդ Թրամփի հետ։ Մոսկվայից նշում են, որ Թրամփի ծրագիրը դեռ չեն ստացել։ Եվրամիությունը եւս արձագանքել է։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շեշտել է, Ուկրաինայի հարցով որևէ համաձայնություն չի կարող ձեռք բերվել առանց եվրոպական կողմի աջակցության։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Զելենսկու հետ, համաձայնել այսուհետ էլ պաշտպանել Եվրոպայի եւ Ուկրաինայի կենսական շահերը։ Նշվել է, որ շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է մեկնարկային կետ դառնալ ցանկացած համաձայնագրի համար, իսկ Ուկրաինայի զինված ուժերը պետք է պահպանեն երկրի ինքնիշխանությունը արդյունավետորեն պաշտպանելու կարողությունը։ Ավելի վաղ արևմտյան մի շարք զլմներ հաղորդել էին, որ Միացյալ Նահանգները մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Նշվում է, որ 28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից անվտանգության երաշխիքների դիմաց։ Միացյալ Նահանգները Կիևին առաջարկում է նաեւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Ռուսաստանի նախագահը հանդիպել է գլխավոր շտաբի պետի եւ այլ պաշտոնյաների հետ։ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում գրեթե բոլոր ուղղություններով, առաջ շարժվում Զապորոժիայում, Դնեպրոպետրովսկում, Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքում։ Գլխավոր շտաբի պետի խոսքով Խարկովի Կուպյանսկ քաղաքն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Ուկրաինական ուժերը հայտնվել են շրջափակման մեջ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է Կուպյանսկը գրավելու մասին ռուսական կողմի պնդումները։ Նշվում է, որ քաղաքում եւ շրջակայքում դիվերսիոն գործողություններ են իրականացվում։ Կիևից հերքել են նաև հայտարարությունները, թե ռուսական ուժերը գրավել են Վովչանսկի 80%-ը եւ Պոկրովսկի 70%-ը։ Դիանա Գասպարյան, լուրեր։